հայտարարությամբ հանդես եմ եկել լռեք։ Ես դեռ չեմ խփում, խփողը դուք եք, ես չեմ խփում։ Շփոթվել եմ, ասել եմ, հայտարարություն եմ տարածել, եթե դուք սա է ձեր, լսեք, ձեր ինքնությունը սա է։ Քիվը շփոթված եմ ասել, հայտարարություն եմ տարածել։ Չէ, ներողություն, թողեք խոսեմ։ Չեմ տալիս ձեզ։ Լսեք, չեմ տալիս հարց։ Ներողություն եմ խնդրել։ Մի քանի անգամ դուք ասում եք, որ Լսի, ներողություն եմ խնդրել։ Հեռացեք ստենից։ հանգստով պահեք ձեր։ Լսեք, չեմ տալի հարցազրույց։ Հեռու գնացեք։ Սա ազատ տարածք է։ Եղավ, շնորհակալություն։ Բայց այնուհանդերձ դուք Ասեմ հեռու գնա։ Դուք չեք ուզում այդ Ոչ։ Ինչու՞։ Գնացեք ստեղից, չեմ ուզում հարցազրույց ձեզ տամ, հեռու գնացեք։ Այսինքն այդ հայտարարությունը այդպես Բայց շատ վատ, Ուզա, լսեք, ես հիմա, լսեք, դուք շատ վատ մարդ եք, 100 անգամ ասում եմ, դուք ձերն եք անում, որտև դուք փող եք աշխատում ձեր, լսում եք, ձեր YouTube-ներով ուզում եք շատ մարդ նայի, բայց ես ձեզ մարդկային ասի, շփոթվել եմ, դուք այլ հարց չեք տալի, լռեք։ Դուք հարցազրույցում մի քանի անգամ պնդում եք։ Քանի անգամ եք ասում։ Որտեղ շփոթված են ուղեղից մեջ ասում էին դա, որտեղ կիսել եմ ես, երբ որ եղել էր պայթունի դեպքը, այդ 400 քանիսն են մեջ, պայտակ այդ 210-ով 10 ասեցի, սա է եղել, որտեղ ես ուզում եի ասեի, որ ենքանը չեն զովել, մարդիկ պայթունից են զովել, բայց մարդ եմ, ուղեղից մեջ այդ թիվն էր եղել, տեն շփոթված ասեցի, ներողություն եմ խնդրել, լավ անարմար չի, հիմա սահունակ ձև ասում եմ, ոչ շփոթվել եմ, ներողություն եմ խնդրել, որովհետև մարդ ես ուղեղից մեջ մի թիվ է լինում, պատահաբար դա ես հայտարարում, որովհետև իհարկե ես առաջի 11 հոգին եմ հիշում, որ ազգային անվտանգության տղեկը մած, մոտս դե տպավորությունը բան եղավ, Ես ա եղել, հիմա ինչ եք ուզում, մարդ եմ չեմ, այս տարիքի ներողություն, ես երեք ներողություն եմ խնդրում, երեք ես ներողություն խնդրեցի, հրապարակեցի, որտես մեքենայի մեջ եմ հիշել, ասի պես մի րոպես 10 ասեցի, ու տենց գնաց, ասի ժանգեցի մեր տղաներին, ասի մենք ճշտեք, ոնց որ ընդեղ սխալ թիվ եմ ասել, այս սա եղել պատմությունը, ասի հայտարարություն անենք, ներողություն խնդրենք, մեր եղբայրներն են, մեր քույրերն, ինչի մասին է խոսքը։ Մարդ ես, ուղեղիդ մեջ այդ թիվն ա եղել, դա ես ասում։ Հիմա սա դարձնել ինչ։ Ես այն դեպքում, երբ որ երեք ասել եմ հայտարարությամբ հանդես եմ եկել, անհարմար է, ուղղակի սա է, սա մեր ինքնությունն է, իրականությունն է, ինչ ճիշտ հասկացեք։ Մեկը չկար որ ասել, բա ինչի տենց է։ Սա լավ սա ձև է։ Չէ, բայց լսեք, ես ասեցի հայտարարությամբ հանդես եմ եկել։ Վերջ, ինչ էր եղել, հայտարարությամբ հանդես եկասի ներողություն եմ խնդրում, խոնարհվում եմ զոհերի առջև։ Ինչ ասեմ ուրիշ, մարդը շփոթվել է, լսեք կա մարդ, որ չի շփոթվում։ Բայց ամեն դեպքում ասում եք, որ իշխանական լրատվամիջոցներում ամեն դեպքում այդ ատելությունը գեներացվում է արցախցիների։ Ես երեք այդ հարցին ներողություն, դուք տեսել եք իմ հարցազրույցը ամբողջությամբ, այդ հարցին պատասխանել եմ։ Բայց ինձ սա դուր չի գալ, ես ոչ մեկի գերին չեմ, հիմա չի կարա ես ընկերը երիտասարդ, իմ փորձի, իմ կյանքի, իմ պատկերացումների, իմ մարդկային որակների վրա ազդի չի կարա, սա, լսեք, ինձ լսեք, ես շատ լավ ամեն օր կարդում եմ, ամեն ինչից տեղյակ եմ, այս մարդիկ ովքեր որ YouTube-յան, այդ տառապում են դրանով, իրանց համար թքած ունեն Հայաստանի Հանրապետության ապագան, Հայաստանի Հանրապետության շահը, չկա այդպիսի բան, խնդիրը ինչումն է, մարդ ուզում է, որ իր մոտ շատ մարդ նայի, մարդ ուզում է, որ դրանից որոշակի եկամուտ ստանա, սա ես չեմ կարծում, լրագրությունը ուրիշ բան է, դա ուրիշ բան է, ես հասկանում եմ դրանք նոր գործիքներ են, նոր, այս պահի գործիքներ են, մարդիկ այդ գործիքներից են օգտվում Եվ պատական մարդիկեր են օգտվում, որոնք որ կրթություն չունեն, որոնք որ այդ մասնագիտական առավելությունը չունեն որպես լրագրող։ Բայց լրագրողը դա մի ուրիշ որակ պետք է լինի։ Լրագրողը ուրիշ պետք է գիտակցություն ունենա, ուրիշ կրթվածության աստիճան։ Ուրիշ դե պետք է ներողություն եմ խնդրում։ Ներողություն եմ խնդրում։ Ներողություն մի վարքան, թողեք միջև վերջ ասեմ։ Լրագրողը պետք է այդ միջավայրը ճիշտ գնահատի, ճիշտ հասկանա։ Խոսքը սրա մասն է։
Հիմա մարդը, տեսեք, Սուքիասյան երեք, ես ինչն ասեմ, հարցակում ասում, ոչ չեմ տալիս։ Դուք օրինակ սա նորմալ եք համարում։ Հիմա լսեք, նշանակում է, որ ինքը իր երիտասարդ հալով, իմ ամբողջ կյանքը ես անցել եմ, ոչ մի ներողություն, լսեք ուշադիր։